Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այստեղ Ադրբեջան լրջագույն մարտահրավերի առաջ կանգնած է լինելու։ Անկախ նրանից ինքը որքան տարածք է Հայաստանից վերցրել, Ադրբեջանի առաջ պայման են դնելու։ Էլ չեմ ասում, որ եթե վերադառնանք 1813-ի Գյուլիստանի պայմանագրին, ապա եթե Ադրբեջանը որպես միավոր հետագայում որ կայացավ, ընդհանրապես Բաքվի խանության վրա է եղել։ Մնացած 5 խանությունները եւս ցարական Ռուսաստանի մաս են, որոնց գերակշիռ մասը այսօր Ադրբեջանի տարածք է։ Մի մասը իհարկե Ռուսաստանի մաս է, հա, Դաղստանի Հանրապետության տարածք է, բայց այդ առումով Ռուսաստանը եթե ասեց, որ Բաքվի խանությունն է, այդ խանության վրա ձեր պետությունը ստեղծեք, 2000 քառակուսի կիլոմետր է եղել դեպ ասենց Բաքվի խանությունը, մնացածը, այսինքն Ադրբեջան պետության գործնականում եւ իրավական առումով մասնատման գործընթաց է գնում։ Իմ ասածս, որպեսզի ես ամրապնդեմ կոնկրետ փաստերով, ոչ թե գուշակություններով, որ ցավոք սրտի մեր փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները։ Եվս մեկ փաստ բերեմ։ 3 օր առաջ Ռուսաստանում մեծ կոնֆերանս էր քննարկում էր, որին մասնակցում էր նաեւ Ռուսաստանի նախագահի խորհրդականը։ Վերջինս ինչ է ասել։ Հիմնավոր է ասել, ինչ ասել է, ասելով, որ Խորհրդային Միությունը դե յուրե գոյություն ունեցող պետություն է, որտեղ պետության լուծարման համար պետք է այդ պետության բարձրագույն մարմնի որոշումը։ Խորհրդային Միության բարձրագույն մարմինը դա ոչ թե երկրի կուսակցական մարմինների առաջին դեմքերն էին, ոչ կառավարություններ, դա ժողովրդական դեպուտատների համագումարն է, ընդ որում ժողովրդական դեպուտատներ։ Այդ համագումարի կողմից որոշում չի եղել Խորհրդային Միության լուծարման։ Եվ հիմա այդ նույն խորհրդականը իր միտքը շարունակում, ասում է, այդ տրամաբանությամբ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները դա ներքին հարց է։ Եվ իրավական առումով ճիշտ է ասում։ Դե հիմա եկեք այդ պրոյեկտենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Չկարծում որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Ռուսաստան դա եւս ներքին հարց է նայելու։ Այդ դեպքում էլ հիմա սահմանները ճշտենք, իսկ Ադրբեջանի սահմանները մեր լինելու։ Դրա մասին Ռուսաստան նախագահն է ասել, ինչով մտել է, անկախ պետություն է ուզում, սկզբունքորեն մենք դեմ չենք։ Իրենց որոշելիքների ժողովրդի։ Անկախ պետություն բարեղեք ձեր 2000 քառակուսի կիլոմետր Բաքվի խանությամբ անկախ պետություն եղեք։ Մնացածը կգնա Ռուսաստանին, այդ տարածքում սկզբունքորեն ասենք Սյունիք Հայաստանի մաս է, առանց Սյունիքի Արցախը մոտ 20000 քառակուսի կիլոմետր մի առանցին պետություն կարող է լինել։ Իդեպ ասում, սա եւ ինչ որ ես ասում, սա հեքիաթների դաշտից չի։ Սա այն քաղաքական գործընթացների տրամաբանական շարունակությունն է, որը մեզ սպասվելու է եւ դա 7 տարի հետևում չի։